առաջարկի հետ, բայց առիթից օգտվելով արձագանքը օգտագործեմ մեկ այլ պատգամավորի բարձրացված հարցին, քանի որ սա այսօրվա ձեր ներկայացրածը ու այսօր ազգային ժողովում հնչեցվածը մեկ բանի մասին են։ Հայաստանի Հանրապետությունում կան կուսակցություններ, ձևավորվում են նրանց արբանյակներ, որոնք մի բանի մասին են՝ սարսափ տարածելու, իրավիճակը ապոկալիպտիկ ներկայացնելու, կարճ ներկայացնեմ, իրենք մահվան, պատերազմի եւ ապատեղեկատվության ընդհանրական կուսակցություն են։ Կապ չունի անունը ինչ կլինի այս կուսակցության, կամ ցլի տեսք կունենան, փղի տեսք կունենան, իրական չի։ Այս բոլորը մեկ նպատակ ունեն՝ խաթարել Հայաստանի Հանրապետության խաղաղության հասնելու ճանապարհը։ Ուրիշ անելիք չունեն, խանգարելու, միակ անելիք այս մարդկանց մեզ խանգարելն է։ Եվ ըստ այդմ ուզում եմ հնչեցնեմ տիկնոջ բարձրաձայնած հարցի պատասխանը։ Ուրեմն, քանի որ իրենք ուզում են անընդհատ խոսվի մահվան մասին, ու քանի որ դա կապվում է զինվորի հետ, դա ավելի ցավագին է ընդունում մեր հասարակությունը, նրանք առիթը բաց չեն թողնում, սա կրկին անգամ բարձրաձայնելու, ցավեցնելու։ 2025 թվականին ծառայության հետ կապված 6 մահվան դեպք է արձանագրվել, որից մեկը կայծակնահարության, մեկը հոսանքահարման, երկուսը ինքնասպանության, երկուսը առողջական խնդիրներով։ 2025 թվականի հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում մահացել է 30 զինծառայող։ Խոսքը ժամկետայինների մասին չի, այս 30-ի դեպ, այլևս ժամկետայինների մասին չի։ Մարդկանց մասին է, ովքեր տարիքային տարբեր խմբերում են։ Ներողություն, որից 6-ը ներողություն, 24-ը ծառայության հետ չկապված հանգամանքներ։ Հիմա բացեմ։ Դրանց մեջ 3-ը ծառայության հետ չկապված հանգամանքներում պայմանագրային զինծառայողներ սպանվել են տարբեր կենցաղային հարցերով իրենց սովորական կյանքի եւ գործունեության ընթացքում։ Մեկը ինքնասպանություն է գործել, մեկը ինքնասպանություն հասցնելու հետ կապված առնչվող հարց է, 8-ը հիվանդության պատճառով, 8-ը ճանապարհատրանսպորտային պատահարների պատճառով, 3-ը դժբախտ պատահար։ Հիմա այս ամենը գումարում են իրար, այդ 30 դեպքը ներկայացնում են, որ ամբողջ օրը բանակում ավտոմատ առաջ ժամկետային զինծառայողները իրար կոտորում են, կամ իրար նվաստացնում են, որ ինքնասպանել են։ Մենք չենք հերքում, որ բանակում կան խնդիրներ։ Մենք չենք հերքում, որ բանակում կան ոչ կանոնադրային հարաբերություններ։ Մենք դրա մասին ինքներս ենք բարձրաձայնում։ Բայց այս կերպ փորձել անընդհատ ահաբեկել ու ցավեցնել մեր հասարակությանը, սա նորից եմ ասում, մի բանի մասին է։ Այս բոլոր հավաքական խմբերը, նորից եմ ասում, նաև արտախորհրդարանական նոր ձևավորվող նորելուկ կուսակցությունները, նրանք բոլորը մահվան եւ պատերազմի կուսակցության ներկայացուցիչներ են, սիրելի հայրենակիցներ։ Շնորհակալ եմ։ Շնորհակալություն, պարոն Պապիկյան։ Ճիշտ եք, որ ես հայտարարել եմ, որ ԵԱԿ Մինսկի խմբի լուծարմանը մենք կհամաձայնվենք Ադրբեջանի հետ խաղաղության եւ միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագիրը ստորագրելուց հետո։ Բայց հիմա մենք դրան համաձայնվել ենք նախաստորագրելուց հետո։ Եվ ձեր հարցը հետեւյալն է, թե ինչու։ Շատ պարզ պատճառով։ Եթե դուք ուսումնասիրել եք փաթեթները, այդ թվում արդեն հրապարակված խաղաղության համաձայնագիրը, այսօր դրա մասին հարց չնչից, կարդացիք վերջը, թե չկարդացիք։ Դուք եթե կարդացել եք, նկատած կլինեք, որ խաղաղության համաձայնագրի մեջ, տեքստի մեջ, տարածաշրջանային կոմունիկացիաների հարցի կարգավորում չի տրվում։ Եվ երբ որ մենք հռչակագրում տեսել ենք, որ մի շարք հարցեր, որոնք խաղաղության համաձայնագրի տեքստում չեն կարգավորվում եւ այստեղ կարգավորվում են մեզ համար ընդունելի ձևով, մենք հասկացել ենք, որ չենք կարող այս շանսը բաց թողել, որովհետեւ մենք ստանում ենք ավելին, այսինքն այն ժամանակ պիտի խաղաղության համաձայնագիրը ստորագրեինք, գնայինք այս 5 տերմինը բանակցեինք։ Հիմա մենք այս 5 տերմինը ստանում ենք եւ հետեւաբար մենք պարտավոր էինք դա ստորագրել։
Երկրորդը, ինձ հետաքրքիր է, ինձ ընդհանրապես այդ մտքերի ընթացքը բան չի անում։ Հենց էսա իսկ ինչի է անընդհատ կանխավարկած այնց, որ ինչ որ մեկին պետքա դատել, պետքա բռնել, պետքա գնդակահարել, ինչի է տրամաբանությունը տենց։ Հարցերի պատասխանը հստակ տրված է, իրավազորություն։ Այդ իրավազորությունը ոչ թե ադրբեջանցու մասին է, ոչ թե ամերիկացու մասին է, ոչ թե ավստրալացու մասին է։ Այդ իրավազորությունը Հայաստանի Հանրապետության պետական ինստիտուտի մասին է։ Մեր պետական ինստիտուտի ոչ մի կարգավորումում գրված չի, որ ուրեմն դու կարող ես գործել այսպես, եթե քո դիմաց կանգնած է ադրբեջանցի, եւ դու կարող ես գործել այդպես, եթե քո դիմաց կանգնած է ավստրալացի, ինքնիշխանությունը պետական ինստիտուտի մասին է, որ ինքը իր իրավասության շրջանակում գործում է բոլոր դեպքերում։ Հիմա սահմանապահ լինելու է, թե չէ, չի կարող լինել սահման առանց սահմանապահի։ Չի կարող լինել։ Այսինքն, այդ նույնն է, որ հարցնեք, ասեք, այդ որ ասում եք տարածքային ամբողջականություն, այդ տարածքը հողից է ալնելու, ջրից, թե ածխաթթու գազից։ Տարածքը։ Սահմանը եւ սահմանի անխախտելիությունը, ես անդադ ինչ եմ ասում, անխախտելիությունը, որտեղ սահմանը չնախատեսված ձևով անցնելը, դա արդեն սահմանի խախտելիությունը։ Հաջորդը, այսօր բազմաթիվ երկրներում, Բրիտանիայում, Միացյալ Նահանգներում, Միացյալ Արաբական Էմիրություններում այդ երկրների սահմանապահները չեն ստուգում իրենց երկիր մտնող անձանց անձնագրերը։ Այդ երկիր մտնող անձանց անձնագրերը ստուգում է գործիքը, սարքավորումը։ Հիմա մարդիկ, ես նույնիսկ մենք, այսինքն համացանցում դա կարելի է տեսնել ամեն օր, համացանցում։ Այսինքն, այդպիսի, ես ասում եմ, որ մեր նպատակը, այն ինչ-որ կարգավորում, որ մենք պետք է ունենանք, ընդ որում դա մենակ այդ կետի մասին չի։ Մենք Հայաստան-Վրաստան սահմանին, Հայաստան-Թուրքիա սահմանին, Հայաստան-Իրան սահման, մեր օդանավակայանում, մեր քաղաքացիների համար, օտարերկրյա քաղաքացիների համար պետք է այդ կարգավորում մտցնենք, որովհետև դա երկրի մասին է։ Այդ նույն հարցն է, դե 32 թվից տենց են անում, ոչ մի հարց, այդ բանը, մեթոդը, որ դու պետք է մարդուն ձեռ տաս, պետք է հոտոտ